երեք Ռուսաստանի դաշնությունը շատ զուսպ այս ամեն ինչի վերաբերյալ արտահայտվեց, ասաց Պուտինը, որ մենք հանձնարարել ենք արտգործնախարարությունը ուսումնասիրել այս ամենը։ Մանևրի տեղ է թողնում իրեն պաշտոնական Մոսկվան, մանավանդ այն բանի ֆոնին, որ վաղը հանդիպում է նախատեսվում։ Ռուսական ակտիվների փաստարկը նաև, չէ՞։ Դե գիտեք, 1 միլիարդ դոլարի։ Դա մանրուք է, այս մեծ խաղում դա բառից բուն իմաստով մանրուք է, ուղղակի այդ մանրուքի մեջ Ռուսաստանը փորձեց sense փոքրիկ հաճույք ապահովել իրեն, ասաց իմ սառեցված ակտիվներից է դա ամեն ինչը պայք, բայց դա մանրուք է, հավատացեք, եթե այդ մեծ հարցերում պայմանավորվեցին այդ 1 միլիարդը այս ֆոնդից կտրվի թե այն ֆոնդից։ Չէ, այդ ինչու հիշեցի, որովհետև Հայաստանում սկսեցին արագ աղմկել, բա մենք 1 միլիարդ ինչու ենք վճարում։ Հանուն ճշմարտության նշենք, որ հենց նոր լսում է արտգործնախարարության մամուլի խոսնակի պարզաբանումը, որը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի վճարել այդ 1 միլիարդը եւ դա լինելու է այն դեպքում, երբ որ կողմը ուզում է մշտական անդամ լինել, այս պահին կամավորության հիմունքներով է եւ 1 տարվա ընթացքում դա կարող է։ Դե հիմա 1 տարում այնքան բան կփոխվի, որ ոչ մեկ չգիտի ինչ կլինի հետո։